Ձեր հարցը ապրիլի 9-ի հետ կապված է մենակ։ Ես կարճ ասեմ, որ ես գնահատական չեմ տա։ Ես փոքր մարդ եմ, քաղաքական գործընթացին գնահատական դառնում եմ, բայց ուրիշ բան կասեմ։ Ես այնտեղ եմ, որտեղ ցանկացած մարդ հաղթահարել է իր մեջ վախն ու ստրուկը, ինքը դուրս է եկել փողոց, անտիսիստեմ, այսինքն ռեժիմին դուրս։ Ես իր կողքն եմ իր համար, իմ ժողովրդի հետ եմ ես։ Երբեք ես 2008-ին եմ եղել միշտ օպերայով, հարթակում կանգնած մարդկանց երբեք չեմ հավատացել ու չեմ հավատում։ Ես միշտ իմ ժողովրդի դրա համար գնահատական տալը սուրբ բան է։ Բայց ես փաստացի գիտեմ, որ այդ օրը, ինչպես նաև այդ երկու ամիսների ընթացքում ես ձեռք բերեցի լիքը լավ ընկերներ, լավ մարդիկ, որոնք առաջիկա մեր երկար ժամանակաշրջանի պայքարի մեջ մեզ ուժ ա տալ, այսինքն միշտ ամեն ինչի մեջ լավ բան եմ ես տեսնում։ Իսկ Ռաֆի արարքը ինքը ժողովուրդը կգնահատի արդեն։ Շնորհակալություն։ Դուք Ես հետո ես որ խոսում եմ, միշտ կրկնվում եմ, որովհետեւ չկրկնվեմ, գնահատականներ ես չեմ տալիս, ես քաղաքական գործիչ չեմ, որ այդ գնահատականներ տամ, բայց իմ կարծիքը կարող եմ ասել, չի կարելի, ու մեր քաղաքական պատմությունները ցույց տվեց, նաև 2000 թվին, չի կարելի ժողովրդին հավաքել, ինչ-որ բան ասել, ինչ-որ մի անգամ ինչ-որ բան է, ասել գնացեք տուն, կգաք ժամը 6-ին, էլի ես ձեզ ինչ-որ բան կասեմ։ Հետո դուք կգնաք տուն, կգաք ուրբաթ օրը, էլի ես ձեզ ինչ-որ բան կասեմ։ Հետո դուք անընդհատ կգնաք տուն, կգաք ու ես ձեզ ինչ-որ բաներ կասեմ։ Իմ կարծիքն է սա։ Այսինքն շատ ճիշտ նշվեց 2 ամիս ժամանակ կար, որպեսզի Ռաֆի Հովհաննիսյանը որպես քաղաքական գործիչ, իդեպ շատ հարվում եմ Ռաֆի Հովհաննիսյանը եւ որպես մարդ եւ որպես քաղաքական գործիչ։ Որպեսզի ունենաց պլան, հա, եւ հարց տվեց ինչ պլանի մասին է խոսքը, քաղաքական ծրագիր։ Դու ինչ ես պատրաստվում անել 1 ամսվա ընթացքում, ինչ կետի ես գալու, հետո ուր ես գնալու եւ վերջնակետը որտեղ է։ Ժողովուրդը սա ուզում է տեսնի։ Չի կարելի ժողովրդին կանչել, ասել բարև Հայաստան գնացեք տուն։ Այդ մարդը գործը թողել է, այդ օրը չի գնացել աշխատանքի, իր վրա խոսակցություն է եկել։ Գալիս է ասում, բարև Հայաստան, պարում ենք, ուրախանում ենք, վերջում ճարահատյալ գնում ենք Ծիծեռնակաբերդ ու գնում ենք տուն։ Սա իմ կարծիքն է։ Նորից ասում եմ, շատ հարգում եմ Ռաֆի Հովհաննիսյանին, ես հորդորում եմ, որ ինքը շարունակի իր պայքարը եւ ցանկացած կետում, որտեղ ես կտեսնեմ, որ Ռաֆի Հովհաննիսյանի պայքարը հիասթափություն կա։ Մեր ժողովրդի համար է, ես իր կողքին կրնեմ։ Ռաֆի Հովհաննիսյանից։ Ռաֆի Հովհաննիսյանի գլխավորած պայքարից։ Ես կոնկրետ չեմ գտնվում որևիցե պայքարում, որտեղ ինչ-որ մեկը գլխավորում է։ Ես պայքարում եմ իմ քաղաքացիների, իմ ազգի իրավունքների համար, պայքարում եմ իմ պետության համար եւ իմ պայքարը չի պրոյեկտվում ինչ-որ մի այլ անձի կամ կուսակցության պայքարի վրա։ Գիտեք, դուք բոլորդ ասում եք քաղաքական գործիչ չենք, հա, ճիշտ է, քաղաքական գործիչ չենք, բայց դուք մասնակից եք բառացել, քաղաքական գործընթացի։ Նա ինչ է նշանակում, հասկացամ Ռաֆի ինչ եք ելկացնում, բայց դուք այդ քաղաքական գործընթացի մեջ եք ու հիմա որպես մարդ կարող եք ունենալ ձեր սուբյեկտիվ կարծիքը։ Ինչ եք ասում, գնա Բաղրամյան փողոցը, որ ինչ անեիք, ասեք, ասած Բաղրամյան սալետ։ Չեք ասում, որ նայեք։ Չէ, փողոցը դրա համար էր փակված։ Դուք ուզում եք մտնել Բաղրամյան փողոցը, Խոսքը նա մասն է, որ մենք հարցանում ենք Բաղրամյան։ Ես կոնկրետ ասեմ, թե ես ինչի էի գնում Բաղրամյան փողոցը եւ Բաղրամյան 26 հասցեն։ Անկամ ինչ ես կարծիք, թե նախագահն այնտեղ չի, նախագահն նկատի Սերժիկին։ Ի տարբերություն Ռաֆի Հովհաննիսյանի, Սերժիկը իմ համար նախագահ չէր նաև մինչև ամսի 9-ը, քանի որ Սերժիկը ոչ միայն հիմա անցավ նորից բռնի ուժով եւ կեղծիքներով, նա զավթել է իմ ազգի, իմ ժողովրդի իշխանությունը 2008 թվականին ու զավթել է տանկերով։ Այսինքն Սերժիկը 26-ում կա թե չկա, դա ինչ չի եկնում, բայց Բաղրամյան 26-ը սա սիմվոլ է։ Սա մեր պետականության սիմվոլն է, բայց այսօր վերածվել է քրեոլիգարխիկ համակարգի բնի սիմվոլի եւ Բաղրամյան փողոցը, որտեղ այսպես կոչված ազգային ժողովներ են այնտեղ։ Եվ ես գնում եի այնտեղ իմ բողոքը արտահայտելու այդ օլիգարխիկ համակարգի այդ պապային սիմվոլին, շենքին գնալ, շենքին բողոքի։ Սիմվոլին իմ բողոքը արտահայտել եւ իմ ընդվզումը եւ մեսիջ, որ մենք ես այլևս չեմ պատրաստվում ենթարկվել այդ քրեոլիգարխիկ համակարգին, որը մեր պետությանը, մեր ժողովրդին տանում է միայն դեպի անդում։ Իսկ կա մեսիջ կոնկրետ իմ գործողությունների։ Լավ, դուք ձեր տարածքը ասեք, որոնք հարցեր։
Ես հիասթափություն չկա ընդհանրապես, որովհետև երբ որ դու պայքար ես դուրս գալիս որպես քաղաքացի եւ ուզում ես պաշտպանել քո քաղաքացիական իրավունքները եւ պաշտպանել քո հայրենիքը կամ այնտեղ որտեղ դու ես ապրում, հույսը կապել, պետք է միշտ հույսը կապես քեզ հետ, որտեղ քաղաքացին է տերը եւ մենք ենք տերը։ Ինձ թվում է այս անգամ այդ պայքարում ցույց տվեց, որ ժողովուրդը անձի հետևից չի գտնում, ժողովուրդը դարձել է տեր, ինչ որ մի հատ մասա կա, որ քաղաքացիական մասը, որ հիմա իրեն տեր է զգում եւ ինքը դուրս է եկել ցույց տալու, որ ինքը տեր է։ Դուք իտացում եք ինչ կարող է լինել առանց առաջնորդական գործի։ Մենք չենք ասում, որ պիտի տեր չլինի, բայց եթե պայքարը պայքար չի, երբ որ մի անձի համար է գնում։ Ռաֆի Հովհաննիսյանը այո, պայքարի առաջնորդն է։ Ես դա ընդունում եմ, բայց այն մարդիկ Ոչ, ես դուրս չեմ եկել, որ Ռաֆին լինի նախագահ, ես դուրս եմ եկել, որտեղ Ռաֆին ընտրվել է նախագահ եւ պիտի լինի օրենքի շրջանակներում, եթե նա ընտրվել է, պիտի լինի, ես չեմ գնում այնտեղ, որտեղ ես Ռաֆին շատ եմ սիրում, կամ մտածում որ Ռաֆին լինի, պիտի ավելի լավ կամ ավելի վատ լինի, չէ, ես գնում որտեղ իմ երկրում, որտեղ ես եմ ապրում, պետքա լինի իրավունք ու վերջ։ Ես հետո Ռաֆին նստի, Ռաֆին իրավունքը չկատարի, ես եմ դուրս գալու, ասել եմ Ռաֆի իրավունքս պետք է կատարես։ Ես դուրս եմ գալիս, որտեղ ես իրավունքից տերն եմ։ Ես չեմ ասում, երբ որ ասում են մենք ենք տերը մեր երկրի, դա չի նշանակում, որ մենք ամբողջի պես առանց ղեկավարի պիտի գնանք, բայց մենք դուրս ենք եկել պայքարի ասելու, որ մենք մեր իրավունքի համար ենք պաշտպանում։ Լավ, հարգելիներս, ինչպես եք պատկերացնում